Միջև սկսելը արդից օգտվելով, քանի որ հանրային է, ես ուզում եմ այս 6 տարիների բացթողման մասին խոսամ, մեր այս ցավերի մեջ մենք ժամանակ առ ժամանակ մարդկանց տխրություններին ու ընդմիշտ ուրախություններին չեն կարողացել մասնակցել, հույսով եմ բոլորը մեզի հասկանում են պատճառների մասին ու շատ քննադատողական չեն մոտիկանա, ներողություն ենք խնդրում այն մարդկանցից, ումը պետք է արժանի ուշադրություն դարձնենք ու չենք կարողացել մեր ժամանակի սուղռնելու մեր ցավի պատճառով։ Ուրեմն անցնելով բուն նյութին, այսօր ձեզ հրավիրել ենք այստեղ, որպեսզի ձեր միջոցով, ձեր օգնությամբ հանրությանը իրազեկենք անհետ կորած անձանց հարցերով զբաղվող նոր կառույցի բացման մասին։ Դեռևս 25 թվականի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը ես խոսել եմ այս մտադրության մասին ու ուզում եմ այսօր կրկնվեմ, որտեղից է առաջացել այս միտքը։ 20 թվականի դաժան պատերազմից հետո սկսվեց ծնողների տառապալից պայքարը։ Պայքարի ընթացքում մենք նկատեցինք հանրության անտարբերությունը, թե որքան են նրանք անհաղորդ այս խնդրին։ Բնականաբար դա վիրավորական էր։ Հետո ես ժամանակի ընթացքում ինձ որսացի այն մտքի մեջ, որ չէ որ ես էլ 90-ական թվականների ընտանիքների ցավին եմ անտարբեր եղել։ Մտածում եմ ես էլի մեղքի բաժին ունեմ եւ կարելի է ասել մտածմունքը դարձավ մեղքի զգացմունք։ Մեղքի զգացմունքը պարտքի զգացմունք, պարտքի զգացմունքը մտորում, մտորումը խոսք, առաջարկը գործ։ Եվ այսօր կարող ենք ասել, որ այնինչ 25 թվականի դեկտեմբերի 10-ին մտածմունք էր, այսօր արդեն իրողություն է։ Մենք այսօր ունենք կառույց, որը կոչվում է անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա, կարճ ԱԿՀՀԱ, որի համահիմնադիր նախագահն ես եմ Գոր Մուրադյանը։ Կառույցում ներառված են 90-ականներից 20 եւ 23 թվականի անհետ կորածի հարազատներ։ Իդեպ մենք աշխատանքային համարն էլ խորհրդանշական ընտրել ենք 099-ով 90-20-23 խորհրդանշում է անհետ կորածների տարեթվերը։ Ինչու եւ ինչ գործով է զբաղվելու այս կառույցը։ Կառույցը պետք է հնարավորինս խթանի անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման գործընթացը։ Նաեւ պետք է բարձրաձայնենք անհետ կորածների ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական խնդիրների մասին։ Կարևոր առաքելություններից մեկն էլ այն է, որպեսզի մենք բոլոր հնարավոր կամ անհնարին միջոցներով այնպես անենք, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիք չանցնի այն արհավիրքի միջով, ինչի միջով անցնում ենք այսօր մենք։ Ցանկանում եմ Աստված բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, առողջություն պարգևի։ Խոսքը փոխանցեմ Հասիա Դանիելյանին, թողնենք էլ իր խոսքն ասի, հետո կանցնենք առաջ։ Շնորհակալություն։ Հասիա ջան, դու նստիր, թե որ լսվի։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ուրեմն մի փոքր կանկեղծանամ, թե ոնց ստեղծվեց մեր ասոցիացիան։ Մեր ասոցիացիան ինքը երկար տարիների առանձին պայքար էր։ Մենք երկար տարիներ փորձել ենք առանձին ընտանիքներով պայքարել, իմանալու մեր երեխաների, մեր հարազատների ճակատագրերը, գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխանների ենք սպասել։ Վերջապես մենք ուզում էինք ստանալ մեր ամենակարևոր հուզող հարցը, որտեղ են մեր երեխաները։ Եվ այդպես մենք մայրերով խումբ ստեղծեցինք, մի խումբ մայրերով առանձին էին գնում, հայրերը առանձին էին գնում, լինում էր անգամ նույն ընտանիքի անդամներ, մեկը մյուս գնում էր մի ուրիշ կառույց, մայրը առանձին կառույց, ու այդպես որոշեցինք երկար պայքարից հետո հասկացանք, որ ճիշտը միաբան լինելն էր, կառուցել մի այնպիսի հարթակ, որ լինենք միասնական, լինենք ավելի ուշիմ, հետևողական,
ճիշտ աշխատանքներ վարենք, լինենք ավելի կառուցողական։ Ու հենց այդտեղից էլ ստեղծվեց այս ասոցիացիան։ Ասոցիացիայի հիմնական նպատակն էր գնալ երեխաների ճակատագրերի բացահայտման հետևից ու պաշտպանություն, ընտանիքների պաշտպանության համար է։ Մեր ասոցիացիայի հիմնական կարևորությունը այն էր, որ մենք մենակ 20-ական թվականներ կամ 23 կամ 90-ականներ չենք, մենք համատեղ ենք մեր ասոցիացիան։ Մեր ասոցիացիայում ներառված են 90-ականներից, դեռևս մենք գիտեք բոլորս ունենք անհայտ կորածներ, 20-ի պատերազմից, 23-ի պատերազմից ունենք նաև 23-ի պայթյունի հետևանքով անհայտ կորածներ։ Ու մեր ասոցիացիայի հիմնադիր անդամների մեջ հենց կան բոլոր ժամանակահատվածների անհայտ կորածների ընտանիքներ։ Մեր ասոցիացիան սիրով կհամագործակցի բոլոր այն կառույցների հետ, օրինակ կլինեն դրանք պետական մարմիններ, կլինեն դրանք միջազգային կառույցներ, կլինեն դրանք դոնոր կազմակերպություններ, կլինեն հասարակական կազմակերպություններ, հետազոտական կենտրոններ։ Մենք սիրով կհամագործակցենք բոլոր այդ կենտրոնների հետ, պահպանելով մեր չեզոքությունը եւ հումանիտարությունը մեր։ Չեզոք բնույթը մեր անպայման կպահպանենք։ Եվ ուզում եմ բոլորը պարզ հասկանան, որ այս ընտանիքների, այս թվերի հետևում անհայտ կորածների ուղղակի թվեր չեն, նրանք մարդիկ են, նրանք ընտանիքներ են, նրանք սպասում են, տարիների սպասում են։ Շնորհակալություն, խոսքս փոխանցեմ Արամ Չանախչյանին։